Առաջի օդանավակայանը, որի մասին պետք է խոսեմ, դա Սինգապուրի Չանգին օդանավակայանն է, սակայն անկեղծ ասած, նա ավելի քիչ է նման օդանավակայանին։ Պատկերացրու, դու գալիս ես թռիչքի, իսկ ներսում քեզ դիմավորում է աշխարհի ամենաբարձր փակ ջրվեժներից մեկը։ Հսկայական այգիներ, թիթեռների պարկ, կինոթատրոն, լողավազան եւ ավելի քան 300 խանութ։ Ամեն տարի այստեղով անցնում է մոտ 66 միլիոն մարդ, իսկ շատ սինգապուրցիներ գալիս են այստեղ նույնիսկ առանց թռիչքի, պարզապես հանգստանալու կամ ժամանցի համար։ Իսկ ամենահետաքրքիրը այն է, եթե դու տրանզիտ ուղևոր ես եւ ունես 5.5 ժամից ավել սպասելաժամանակ, քեզ նվիրում են նաեւ էքսկուրսիա ամբողջ Սինգապուրով։ Դե իհարկե անվճար։ Երկրորդը, մեր հաջորդ կանգառը Դուբայի միջազգային օդանավակայանն է, որը հիշեցնում է քաղաք, քաղաքի ներսում։ Ամեն տարի այստեղով անցնում է մոտ 80 միլիոն ուղևոր, իսկ Emirates ավիաընկերության հսկայական ինքնաթիռերը դարձել են այս օդանավակայանի այցեքարտերից մեկը։ Եթե երկար տրանզիտ ունես, անհանգստանալու կարիք չկա։ Այստեղ կա հյուրանոց, լողավազան, սպա կենտրոն եւ ֆիթնես ակումբ, որտեղ կարող ես հանգստանալ մինչեւ հաջորդ թռիչքը։ Եթե դու գնումների սիրահար ես, պատրաստ եղիր, այստեղ կան հարյուրավոր բուտիկներ, իսկ երեխաների համար ստեղծել են խաղահրապարակներ եւ մագլցման պատեր։